հետագա մեր ժամանակացույցը ինչպիսին է մինչև 28-ի, խնդրեմ դա էլ ներկայացնեք եւ այդ 18-ից 65 տարեկանները ինչպես են օգտվելու այս ամեն ինչից, իրենց էլ այդ ծառայությունները հետագայում հասանելի լինեն։ Նախ 18-ից 65 տարեկանները աշխատող են, ենթադրում եմ, որ նրանք ովքեր աշխատող են եւ մենք ընդհակառակը մեր քաղաքականություններով հիմա փորձում ենք այնպես անել, որ թոշակառուների խթանենք, որպեսզի նրանք աշխատեն։ Թոշակային տարիքի մեկնարկից մինչև 65 տարեկան սեգմենտը ամենաաշխատունակ, ամենագործունակ հատվածն է մեր թոշակառուների եւ մենք մեր քաղաքականություններով ուզում ենք նրանց քաջալերել, որպեսզի նրանք աշխատեն։ Մյուսներին էլ ենք ուզում քաջալերել, որ աշխատեն։ Եվ նրանք, ովքեր աշխատում են եւ գրանցված չեն, ուզում ենք իրանց էլ քաջալերենք, որ աշխատեն։ Նրանք, ովքեր անհուսալի վարկեր ունեն, այդ պատճառով աշխատող չեն։ Դրա համար մենք անհուսալի վարկերի ծրագիրն ենք ներդրել, որ իրանք եւ աշխատեն եւ անհուսալի վարկը փակեն եւ ներառվեն առողջության ապահովագրության մեջ։ Բայց մեծ հաշվով նրանց, ովքեր չեն աշխատում, 18-ից 65 տարեկան են, չեն աշխատում, սոցիալական խմբի անդամ չեն, հա նրանց կյանքում բան չէ փոխվում։ Այսինքն ոնց կար, տենց էլ կա։ Այսինքն մեր քաղաքականությունն է, որ նաև լրացուցիչ խթաններ ստեղծենք, որպեսզի իրանք աշխատեն։ Համեցեք։ Եթե թույլ տաք, պարոն վարչապետ, շատ կարևոր է, որ այս համակարգը ի վերջո խթանի աշխատելը եւ աշխատող ու վճարող մարդկանց վարքագիծը եւ դա է դրվել հենց սկզբունքը։ Մեզ համար աշխատել չաշխատելու որպես այդպիսի կատեգորիա մենք չունենք։ Եթե անձը ընդգրկված չէ անապահովության համակարգում, 18-ից 65 տարեկան է, ապա նա պետք է իր համար ապահովագրավճարը վճարի։ Եթե անձը աշխատում է եւ ըստ էության, պարոն վարչապետ, ստանում է այսպես ֆորմալ աշխատավարձ, այսինքն հայտարարագրում է իր եկամուտները, հակառակը մենք նրան հնարավորություն ենք տալիս այդ հայտարարագրածից մեծ մասը հետ վերադարձի պես ստանալ։ Այսինքն մեր հիմնական նաև շատ սկզբունքային կետերից էր, որ մեր խրախուսման մեխանիզմները հենց այս վարքագիծը խրախուսեն եւ ոչ թե աշխատել չաշխատելու հարցը դրվի։ Տեսեք, շատ հետաքրքիր թեմայի անդրադարձակ տիկին Ավանեսյան։ Ենթադրենք մարդը ինչ որ ձևով աշխատում է, ինքնազբաղված է, ինքը եկամտահարկ չի վճարում։ Այսինքն ինքը պետության համար ինքը չաշխատող մարդ է։ Ինքը ինչ հնարավորություն ունի։ Ինքը հնարավորություն ունի համընդհանուր հայտարարագրով հայտարագրի իր աշխատածը, վճարի եկամտային հարկը, ձեռք բերի, վճարի առողջության ապահովագրության համար եւ այդ վճարածի հատվածը, ինչպես մյուսները, հետ ստանա։ Բայց եթե մարդը ինքը հարկային գործակալ, այդ դեպքում ո՞նց է մարդը վճարելու, որովհետեւ հիմա ենթադրում եմ, որ մյուս աշխատողներին մենք տեսնում ենք եւ իրանց եւ մյուս շահառուներին եւ իրանց ինքնաբերաբար ներառելու ենք համակարգի մեջ։ Երբ որ հիմա մարդը որոշեց, որ ասեցա ոնց որ հետաքրքիր բան է, ես գնամ եկամուտս հայտարարագրեմ կամ հայտարարած եկամուտս հաստատեմ, ինքը որ խողովակով է գալու ինտեգրվի համակարգին։ Պարոն վարչապետ, ինքը եթե անհատ ձեռնարկատեր է, ապա անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքը կհանդիսանա իր հարկային գործակալը, ինչպես այսօր է թե հաշվետվություններ է ներկայացնում եւ թե վճարումներ անում։ Եթե անհատ ձեռնարկատեր չի, ուղղակի անհատ է, որը 28 թվականից կընդգրկվի, այսինքն մեր վերջին խումբն է, դա գյուղացիական տնտեսություններում զբաղվածներն են եւ այլն, անձը ինքը պիտի ուղիղ վճարում իրականացնի ապահովագրական հիմնադրամին ամսական նույն կտրվածքով։ Եվ այստեղ հենց պարոն վարչապետ ներողություն կոմունալ վճարի նման պետքա վճարի։ Այո, այսինքն մենք երրորդ տարում գալու ենք նրան, որ ինչպես ասացի, եթե անձը սոցխումբ չի, հաշմանդամ չի, տարիքը 18-ից 65 է, միևնույնն է պետք է վճարի ապահովագրության համար։ Հիմա շատ ավելի լավ է, որ նա իր եկամուտները հայտարարագրի եւ ընկնի պետության
մյուս աջակցության, այսինքն խրախուսման հատվածի մեջ եւ կարողանա սոցկրեդիտներից օգտվի եւ այլն եւ այլն եւ այլն։